Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել, որտեղ դժգոհել են վեհափառ հայրապետից եպիսկոպոսատ ժողովը հետաձգելու համար։ Նրանք նաև կոչ են արել չթիրախավորել իրենց։ Ցավով տեղեկացանք, որ առաջիկա եպիսկոպոսատ ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ հետաձգվել է ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի կողմից, որը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներից բարձրագույն ատյանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու եւ փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան։ Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքներից, զերծ մնալ վիրավորական խոսույթից եւ չթիրախավորել եպիսկոպոսներից նվիրական առաքելությունը հարգանքով վերաբերվելով եկեղեցու նվիրապետական կարգին։ Մեկ անգամ եւս վերահաստատում ենք մեր հիմնավոր եւ արդարացի դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հիմնարար լուծում տալ մեր պետության եւ Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին, ասված է հայտարարության մեջ։ Ադրբեջանի հետ բոլոր տեսակի ապրանքների շրջանառություն պետք է լինի, մենք դրան պատրաստ ենք, պետք չէ կենտրոնանալ միայն նավթամթերքի վրա։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը, թեև հնարավոր է առաջինը նավթ լինի։ Տեսեք օրինակ ցորենը եղավ, իդեպ շահարկումներ էին գնում, որ իբր այդ ցորենը 4-րդ կարգի է եւ պիտանի չէ։ Ես պետք է ասեմ, որ այդ ցորենն օգտագործվում է նաեւ հաց թխելու մեջ։ Ինչքան շատ այլընտրանք լինի էներգակիրների, Հայաստանը դրանից պետք է օգտվի եւ հնարավորություն տա, որ դրանից Ադրբեջանն էլ իր շահն ու հետաքրքրությունն ունենա, որպեսզի Հայաստանի տարածքով հնարավորություն ունենա այդ ապրանքն արտահանելու, հավելել է ազգային ժողովի նախագահը։ ԿՊԱ-ական Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով։ Այս մասին հայտնել է հետքը։ Աբովյան համայնքի Առինջ-Բ թաղամաս 7/19 հասցեի Հայաստանում Բելարուսի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը պատկանում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին եւ կնոջը Շուշան Ալեքսանյանին։ Կոնջորյանը այս առանձնատունը ձեռք է բերել 2024 թվականի հուլիսին։ 2025 թվականի մայիսի 29-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի եկամուտների եւ ծախսերի հայտարարագրում Կոնջորյանը եւ կինը նշել են, որ բնակելի տունը ձեռք են բերել 54 միլիոն դրամով։ Բնակելի տունը ձեռք է բերվել հիպոթեկային վարկով, որը տրամադրել է Հայէկոնոմ բանկը։ Հայէկոնոմ բանկից Կոնջորյանը եւ կինը ստացել են 48 միլիոն 238 հազար դրամ վարկ, հավանաբար մնացած 5.7 միլիոն դրամը տրվել է որպես կանխավճար։ Բնակելի տունը երկհարկանի է, ունի նաև ավտոկայանատեղի։ Դեկտեմբերի 15-ից մեկնարկում է 2025-ից 2026 թվականների ուս տարվա շրջանավարտների պետական ավարտական եւ 2026 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների հայտագրման գործընթացը։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնից հայտնում են, որ պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչեւ դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակայտերը գրում է գնահատման եւ թեստավորման կենտրոնի Optimorte.am էլեկտրոնային կայքում դեկտեմբերի 15-ից 30-ը։ Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը առցանց եղանակով գնահատման եւ թեստավորման կենտրոնի Dimorte.am կայքեջում պետք է լրացնի ընդունելության դիմում հայտ։ Դատավոր Ժորա Չիչոյանը չի տրամադրում իր կողմից քննված գործերի ցանկը, որպիսի ավելի ակնառու չլինի Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անհամաչափ պատիժ նշանակելու հանգամանքը։ Այս մասին հայտարարել է Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը։ Դիմել եմ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անօրինական դատական ակտ կայացրած դատավոր Ժորա Չիչոյանին, որպիսի վերջինս տրամադրի իր կողմից քննված եւ դատավճիռ կայացրած ծանր եւ առանձնապես ծանր գործերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչին վերջինս պատասխանել է, որ նման տեղեկատվություն չի կարող տրամադրել։ Այն, որ դռնբաց գործերով տեղեկատվությունը գաղտնի պահելու անհրաժեշտություն չկա, ինչպես նաև օրենքի համաձայն իրավասու եմ ստանալ պահանջածս տվյալները, կարծում եմ ակնհայտ է եւ այդ առումով շատ բան չկա ասելու։ Երեք կրկին դիմել եմ նույն դատավորին, մատնանշելով համապատասխան իրավական նորմերը, որոնց ուժով վերջինս պարտավոր է տրամադրել իմ կողմից պահանջվող տեղեկատվությունը։ Դե իսկ չտրամադրելու դեպքում միանշանակ իրավունքներս կպաշտպանեմ դատական կարգով։ Տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ նրա դեմ հայց հարուցելով։ Չիչոյանն ամենայն հավանականությամբ չի տրամադրում իր կողմից քննված գործերի ցանկը, որպեսզի ավելի ակնառու չլինի այդ շարքում անմեղ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ անհամաչափ պատիժ նշանակելու հանգամանքը։ Միաժամանակ գրությամբ նշել է, որ պահանջվող տեղեկատվություններին կարող եմ ծանոթանալ Datalytics կայքից, սակայն ծանոթանալու համար առնվազն չի տրամադրել գործերի տվյալները, նշել է Գայանե Պապոյանը։